Արդյոք սկսել են շատ ծաղիկ նվիրել իրար։ Նաև արտահանումն էլ է ավելացել։ Փաշինյանը ժպիտով է խոսում ծաղիկների գնանկման մասին։ Ծաղիկ աճեցնողների համար, սակայն, սա բոլորովին ծիծաղելի չէ։ Ջրի գնով են վաճառում այն, ինչի վրա մի ամբողջ տարի հսկայական գումարներ ու ջանքեր են ներդրել։ Հիմա ոչ թե եկամուտներն են հաշվում, այլ կորուստները։ Մի տարվա մեջ շատ մեծ, մոտավորապես մի 30-ից 40 միլիոն։ Մի տարվա մեջ արդեն մեր վարկային պատմությունները լրիվ փչացել է, առավելն ասեմ, արդեն Իշքան ոսկի ունենք, ոսկիներն են գրավադրված, արդեն նույնիսկ չեն կարող դրա տոկոսներն չեն կարող տանք։ Արտակ Թովմասյանը ջերմոցների սեփականատեր է եւ զբաղվում է այլստրոմերաների աճեցմամբ։ Ծաղիկ աճեցնողներին կառավարության աջակցության մասին միայն լսել է հեռուստացույցով։ Իրեն ոչ ոք աջակցություն չի առաջարկել։ Միայն ասում են, ում հասցեացված, Արտակին տվել ենք 10 միլիոն, Գագիկին տվել ենք 100 միլիոն, Պողոսին 1 միլիարդ։ Դա սա սուտ է, որտեվ խոսքեր է, գիտեմ, որ ոչ դուք կարաք վերահսկեք, ոչ մենք ընդհանուր թվեր են ասում։ Նիկոլ Փաշինյանն ասեք թող իմ գումարները տա, բոլորը թող իրան նվիրեն։ Փողը կորցնում ենք մենք, Նիկոլ Փաշինյանը չի կորցնում։ Դիվերսիֆիկացնում են շուկան, բայց այդ շուկան չտեսանք։ Կոնկրետ Պապոյանը իմ համար արդեն նմանվում է Սասունցի Դավիթ էպոսի միջի Կոզբատինին։ Հեսա գնամ Սասուն, կլենտ բերեմ 40, ուր է Կոզբատին։ Դեռևս հունիս ամսվա սկզբին Մինչդեռ էկոնոմիկայի նախարարը այսօր Փաշինյանին հպարտ զեկուցում էր, միայն 139,000 հատ ծաղիկ են արտահանել։ Մինչ կառավարության նիստում տպավորիչ թվեր են հրապարակում, Արտակ Թովմասյանը հավաքում է թորոմած ծաղիկները եւ այրում։ Դե սրանք սա փչացած ծաղիկներն են արդեն, սա ինչ տենում եք, եսի կարող վաճառվել, բայց չի վաճառվել, կտրում թափում ենք, ես այգեք այստեղ ցույց տամ, այս ծաղիկի երկար որ մնում, այս թերթիկները թափվում է, խնդրեմ։ Նայեք, ոնց որ ջոն դրած լինի։ Էլ ոչ աշխատող են կանչում, ոչ բան, խոտերը էլ արդեն ծաղիկներին ծածկել են, խնդրեմ, մի հատ էս է նկարեք այս դրանք, այս ամբողջը ծաղիկ էր, որ կարայինք վաճառեինք։ Հապենք զիբիլը վառենք, տեսնենք ինչա կատարվում, երբ է գալու պահը, որ նորից ծախենք։ Որքան էլ մարդիկ սկսել են իրար ավելի հաճախ ծաղիկ նվիրել, միևնույն է, դեպի Ռուսաստան արտահանումը դադարեցնելուց հետո տեղական շուկայում պահանջարկը այնքան չի մեծացել, որ ամբողջ արտադրանքը հնարավոր լինի վաճառել։ Առանձին ծաղկի խանութներ այլստրոմերաների մեկ փունջը գնում են ընդամենը 200 դրամով, որը բոլորովին ձեռնտու չէ աճեցնողներին։ Արտակը հիմա ընտրության առջև է կանգնած՝ շարունակել աճեցնել ծաղիկներ, թե այլ գործով զբաղվել։ Նայեք, կտրում ենք, ինքը նորից վերարտադրվում է։ Բայց չգիտենք աշունը կվաճառվի, չի վաճառվի, մենք ինքներս չենք կարող համ արտադրենք, համ նոր շուկա գտնենք։ Այդ ընթացքում կառավարությունը վստահեցնում է, շուկաների խնդիր չունեն, ըստ Պապոյանի, հունիս-հուլիս ամիսներին Հայաստանից 25 երկրներ ծաղիկ են արտահանել։ Ավելին, Փաշինյանը վստահեցնում է, թե դեպի Ռուսաստան արտահանումն էլ շուտով կարող է վերսկսվել։ Այսօր ներկայացնելով իր Ռուսաստան այցի եւ վարչապետ Միշուստինի հետ հանդիպման արդյունքները, նա տեղեկացրեց, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ Հայաստանի համար սահմանափակումները վերացնելու վերաբերյալ։ Մանրամասները, սակայն, չհայտնեց, նշելով, որ կսպասի մինչև դրանք կսկսեն կյանքի կոչվել։